Գյումրիի քաղաքապետի ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանի լռությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Նա դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե արդյոք պատրաստ է միանալ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի թիմին։ Ըստ Ազատություն ռադիոկայանի, Մարտուն Գրիգորյանն առայժմ չի խախտել լռությունն ու չի պատասխանել գլխավոր հարցին՝ պատրաստ է միանալ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանի լռությունը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, նախ նրա թիմակիցների նկատմամբ կիրառված ճնշումները և ձերբակալությունները կարող են ազդեցություն ունենալ նրա որոշումների վրա։ Նախընտրական շրջանում ուժայինները խուզարկություն են իրականացրել նրա գրասենյակում, իսկ ընտրությունների օրը ձերբակալվել էին նրա թիմակիցներն ու ընտանիքի անդամները։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ կապին, ապա որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ Մարտուն Գրիգորյանի որոշումը կարող է կախված լինել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից։ Այս ենթադրությունները պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ դա կարող է կապված լինել նաև Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առկա լարվածության հետ։ Չնայած նրանց շահերը որոշ հարցերում համընկնում են, սակայն նրանց թիմերի միջև հարաբերությունները լարված են, հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեղադրում են Սերժ Սարգսյանի թիմին իրենց դեմ քարոզչական պատերազմի մեջ։ Այս լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ Մարտուն Գրիգորյանի որոշումների վրա, քանի որ նա հնարավոր է փորձում է խուսափել ներգրավվելու նախկին նախագահների միջև առկա հակամարտության մեջ։ Այնուամենայնիվ, այս ենթադրությունները հիմնված են անուղղակի տեղեկությունների վրա և Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես չի մեկնաբանել իր լռության պատճառը։ Մենք բավականին ժամանակ ունենք մինչև ապրիլի 15-ը որոշում կայացնելու համար։ Էս ինչ մոտեցում է, ինչ շանտաժի լեզվով խոսք է, այ եթե հիմա չասեցիք, ուրեմն գործարքի մեջ եք գնացել, Պոլիտիկի ուղիղ եթերում ասել է Հայրենի կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը, անդրադառնալով հարցին՝ ինչու է լռում Գյումրու քաղաքապետի թեկնածու իրենց թիմակից Մարտուն Գրիգորյանը և ինչ է մտածում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայտարարվել է, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, կարմիր գիծը քաշված է։ Նման հայտարարություն անելն այդքան պարզ ու միանշանակ է։ Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետ որոշում կայացնելու համար։ Մարտուն Գրիգորյանը հայտնել է նաև, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չի կազմի, ասել է Բաբկեն Հարությունյանը, նշելով, որ պետք չէ Մարտուն Գրիգորյանի ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ դնել։ Իսկ ահա Վարդան Ղուկասյանին ոչ ոք երբեք ընդդիմադիր շարժումների ժամանակ չի տեսել։ Վարդան Ղուկասյանին քվեարկելը պատասխանատվության խնդիր է, պետք է մտածել՝ ինչ ֆորմատով ես այդ պատասխանատվությունը ստանձնում։ Մի իրավիճակ է, երբ քվեարկում ես Վարդան Ղուկասյանի օգտին և ստանձնում ես պատասխանատվություն, երկրորդ իրավիճակ է, երբ դու ՔՊ-ից ազատվելու համար անհրաժեշտ ձայնը տալիս ես և չես ստանձնում քաղաքական պատասխանատվություն, մնում ես ընդդիմություն։ Ես ոչ մի տարբերակ չեմ կարող ասել, քանի որ նորից եմ ասում՝ դեռ կա ժամանակ, հավելել է Հարությունյանը։ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է. «Մենք ասել ենք վաղը, բայց չենք ասել, որ օրվա վաղը, մենք ասել ենք, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա, չենք ասել, որ ընդդիմությունը կունենա»։ Նշենք, որ 2 օր առաջ Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է»։ Մինչև ընտրությունները քաղաքացիական պայմանագրին մեղադրել էին լարվածության համար։ Մեր քաղաքդաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանն ասել էր, որ ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածությունը միայն ՔՊ-ն է առաջացնում։ Նա նաև կրկնել է, որ Վարդան Ղուկասյանը իշխանության համար հարմար թեկնածու է, սակայն դա չի նշանակում, որ ինքը Ղուկասյանին ինչ-որ բանում մեղադրում է։ Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասը եկան, զանգեցին, հավելել է նա։ Ըստ Գրիգորյանի ինքը երբեք չի ասել, թե չի համագործակցելու որևիցե ընդդիմադիր թեկնածուի հետ, սակայն համագործակցությանը կողմ է։ Էն որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, էդ հաստատ է, մենք ընդդիմադիրներով կհամագործակցենք, նկատել է նա։ Խոսելով իր ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունների մասին, Գրիգորյանն ասել է, որ իր անձնական հարաբերությունները պետության ու պետականության հետ կապ չունեն։
Ռուբեն Մխիթարյան Մարտուն Գրիգորյան գործակցությունը կարող է իշխանություններին հեռացնելու պրոցեսի հիմք լինել, Գրիգորյանը կարող է պահել թիկունքը, Գյումրին Մխիթարյանը հաղթանակի ալիքը բերել Երևան, այս մասին գրել էր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Մարտի 30-ին Գյումրին քաղաքապետ է ընտրելու, շատ է խոսվել այն մասին, որ այդ ընտրությունները կարող են համապետական նշանակություն ունենալ։ Ես էլ եմ նման հնարավորություն տեսնում և լիահույս եմ, որ գյումրեցիները ճիշտ կկողմնորոշվեն և թույլ չեն տա, որպեսզի իշխանությունները գողանան այդ ընտրությունները։ Քիչ առաջ Բաբկեն Թունյանը կրկին գրառմամբ է կիսվել ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի գյումրեցիներ, զգում եք չէ, որ Գյումրին իր խնդիրներով հանդերձ մի տեսակ մոռացվել է։ Ընդդիմության կողմից բարձրաձայնվող գերխնդիրը հիմա մեկն է՝ ինչպես անել, որ ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանը քաղաքապետ չդառնա, այսինքն որոշ շրջանակների համար ամենակարևորը դա է։ Առավոտի ցիրիկուն Գյումրիս, Գյումրիս անող, Գյումրին գովերգող, Գյումրու համար տվայտվող, Գյումրու դարդերով ապրող մարդիկ չեն հիշում ու չեն խոսում Գյումրու ու գյումրեցու մասին։ Ինչ քաղաքային ծրագրեր, ինչ քաղաքի խնդիրներ, ինչ քաղաքային կոմֆորտ, ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ բավարար է ՔՊ-ն իշխանության չգա և վերջ, իրենց դա է պետք։ Այս գերխնդիրն այնքան կարևոր է որոշ շրջանակների համար, պատրաստ են ամեն գնով գյումրեցիների վզին փաթաթել մի քաղաքապետի, որի կերպարը հետ անգամ իրենք ներքին դիսկոմֆորտ ունեն, ոմանք դա չեն էլ թաքցնում։ Ոչինչ, որ մարդը ասոցացվում է կրիմինալի հետ, ոչինչ, որ ուշագրավ պատմություններ ունի իր ետևում, ոչինչ միանշանակ արժեհամակարգ, ոչինչ, որ քաղաքական առումով Գյումրիում իշխանությունը վերցնի կոմունիստական կուսակցությունը, ու վերջապես ոչինչ, որ այդ մարդը ստացել է 9727 ձայն, որը ընտրության մասնակիցների ձայների 20,5%-ն է կամ ընտրության իրավունք ունեցողների 8,7%-ը։ Պատկերացնում եք, համապետական ընտրություններին 54% ձայն ստացած ուժին լեգիտիմ իշխանություն չեն համարում, լեզուները չի պտտվում վարչապետին վարչապետով դիմել, առավոտից երեկո լուտանքներ են տեղում մի քանի 100,000 ընտրողների հասցեին, 2 ամիսը մեկ իշխանափոխություն են նախաձեռնում, բայց իրենց գումարային մի քանի հազար ձայնը ժողովրդի ընտրությունն է, 20% հավաքած մարդուն քաղաքապետ դարձնելն էլ ժողովրդի նպատակ, բայց դե ունենային ինչ ունեն։ Քաղաքական ուժերով, որոշ հոգևորականներով, մտավորականներով, լրատվամիջոցներով, ակտիվիստներով լցվել են Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու գործին։